Բարև Օլիմպոս, մենք կրկին եթերում ենք։ Եթե հետևում եք մեզ, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, անպայման դիտեք հետաքրքիր անդրադարձներ Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Օրեր առաջ Գոհար Եվրոպայի առաջնությունն էր, ազատ ոճի մեր հավաքականը նվաճեց 3 մեդալ, ունեցանք 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, իսկ թե ովքեր նվաճեցին։ Արծաթե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրեասյանը, բրոնզն այս անգամ Վազգեն Թևանյանի հաշվին է։ Եվ մեր միշների ելույթների մասին այսօր խոսելու ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբետնակ Կուրղինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կուրղինյան։ Բարև ձեզ։ Մեր հավաքականը վերադարձավ 3 մեդալով, ինչպես նշեցինք, պարոն Կուրղինյան, խնդրում եմ դուք որպես գլխավոր մարզիչ ձեր գնահատականը տաք։ Գնահատականը մեկ բառով կասեի լավ։ Նախորդ տարվա համեմատ մենք չեմպիոն չունեցանք։ Այո, նախորդ տարվա Եվրոպայի առաջնությունը մի փոքր տարբեր էր այս տարվա Եվրոպայի առաջնությունից, նշեմ նախ, որ ամենաուժեղ հավաքականը, կարելի ասել աշխարհում, նախորդ տարի մասնակցում էր, բայց ոչ նման մարտական ուժեղ կազմով, այս տարի ուժեղ կազմով էր մասնակցում, ինչպես տեսակ Արսենի հենց եզրափակիչը օլիմպիական չեմպիոնի հետ, նույնը Արմանին Անդրեասյան եզրափակիչ աշխարհի չեմպիոն, չեմպիոններ, ու ավելի ուժեղ մրցակիցներ էին այս տարի։ Երևի այդ պատճառով եք ավելի շատ գոհ մնացել ձեր տղաների ելույթից։ Ելույթները ոչ միայն արդյունքի մեդալի հետևանքով, որովհետև մեդալը դա հետևանքն է, այն ինչ որ իրանց մեջ ես նկատել եմ 1 տարի առաջ եւ հիմա որակի իրանց գոտեմարտի, ըմբշամարտի որակի բարձրացման բավականին մեծ գործողություններ եմ տեսնում, իսկ մեդալը դա արդեն հետևանքն է, այն ինչ որ իրանք մեջ կա այդ վարպետության հետևանքն է, այդ առումով ահագին առաջ խաղացում կա իրանց մեջ, հենց Արսենի, Վազգենի, Արմանի մի փոքր ավելի վստահ են գոտեմարտում, նման մարզիկների հետ, օրինակ Արսենի ու Գոյևի հետ գոտեմարտը մինչև վերջի վայրկյանը կար այդ ինտրիգը, դաժե եթե չեմ մի պահ հաղթում էր Արսենը։ Դիտարժանը ստացվեց շատ։ Նկատի ունեք, որ նաև այս մարզիկները հասունացել են որպես պրոֆեսիոնալներ։ Այո, այո։ Անկամ եթե որակական առումով պարզե ոսկի չեն նվաճել, արծաթե մեդալակիր են դարձել, բայց ամեն դեպքում որպես մարզիչ դուք այնպիսի փոփոխություններ եք տեսնում, որը դրական միտման է տանում։ Այո, այո, այդ է ուզում նշեի, որ անցը մեդալը ճիշտ է, ոսկի արծաթ փոխվել է, բայց օրինակ կոնկրետ Արսենի հենց մոտ իր գոտեմարտի, իր որակը ավելի բարձրացել է։ Ինչ եք նկատել, վստահությունն է փոխվել, ավելի հանգիստ են, լարվածությունն եք ճանաչել։ Ավելի հանգիստ, այո, ավելի տեխնիկական հնարքների մեջ ավելի վստահ։ Նույնը կարող ենք ասել նաև Վազգենի ու Արմանի պարագայում։ Այո, նույնը իրանց պարագայում, բայց շուտ տեղ կա նորից ունենք աշխարհի առաջնություն, աշնանը 1-2 փոքր ուղումներ, ինձ թվում է իրանք ավելի մոտ են աշխարհի առաջնությունում բարձր գույնի մեդալներ նվաճելու։ Դուք էլ ասացիք, մենք էլ նկատեցինք, թե ինչքան թեժ հետաքրքիր դիտարժան լարված պայքար էր, երբեմն անկանխատեսելի չեմպիոններով, չգիտենք ով կհաղթի կամ ինչ ելք կունենա։ Ասացիք, որ հավաքականները շատ ուժեղ են եղել։ Հետաքրքիր է, թե մեր հավաքականը այս հավաքականների պայքարում ինչպիսի տեղ է գրավում եւ ինչ սովորելու, ինչ ավելացնելու կարիք կա։ Նախ որ մեր հավաքականը կոնկրետ 3 քաշերում Արսենի, Վազգենի եւ Արմանի քաշերում ընդգծված առաջատարներ են այդ քաշերում, գոնե Եվրոպայի առաջնություններում հաստատ, Շուտ նաև աշխարհի առաջնությունն է, որովհետև երեքն էլ աշխարհի առաջնությունության բրոնզե մեդալակիր են, միշտ այդ աշխարհի առաջնության հետ 5 ակումբ լինում են,
Արսենը անընդմեջ վերջի 3 տարիներին միշտ բրոնզե մեդալ է նվաճում։ Ուրեմն ասեմ, այդ 3 քաշերում մենք միշտ մրցակցային ենք, այո։ Բայց ես մի բան եմ ուզում նշել, պարոն Գուրգենյան, արդեն 3-րդ օլիմպիական փուլին ենք մոտենում եւ նույն անուններն ենք մենք լսում։ Հիմա էլ այս Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ մյուս քաշային կարգերում մեր տղաները փաստորեն զիջում են ամեն դեպքում։ Ինչ անենք, որ այս խնդիրները հաղթահարենք եւ բացի այս 3 մարզիկից խոսենք նաեւ մեր մյուս քաշային տղաներից։ Շատ լավ։ Այդ առաջի օլիմպիական խաղերի Տոկիոյի քիչ ինչ պայմաններ էր, բոլորս գիտենք, մի փոքր իրանք երիտասարդ մարզիկներ էին։ Հիմա իրանց տարիքը այդքան էլ, որ ասեմ, միջին 20-25 տարեկան նոր բավականին երիտասարդ են, դեռ կարող են։ Բայց նաև հասուն են, փորձ ունեն։ Այո, հասուն են, փորձ ունեն, դա ավելի մեկ։ Իսկ մնացած քաշերը ճիշտ է, մտահոգիչ է, բայց արդեն այս մեր 3 առաջատարների ֆոնին երևում է, որ մտահոգիչ են, բայց նորից այդ խնդիրները, պայմանները, ինչ պրոբլեմներ ունենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ինչ ունենք, ըստ թվում է մենք այդքան էլ արդյունքի առումով հետ չենք, ընդհանուր առմամբ եմ ասում, որովհետև մի հատ օրինակ թվերով եթե նշեմ, վերջերս այսօրին տեղի ունենում նաև Ռուսաստանի առաջնություն, երիտասարդների առաջնություն, օրինակ 70 կիլոգրամ քաշային կարգում մասնակցում էին 68 ըմբիշ։ Մեր ամբողջ առաջնությանը նույնիսկ այդքան չի հավաքվում։ Բայց այնտեղ ընդհանրապես մեկ քաշում ու էտել այն պայմաններով, որ իրանք լրիվին չեն թողում մասնակցի։ Այնտեղ զոնաներով լինում է ընտրական մրցաշարեր, ընտրական մրցաշարերից հետո նոր վերջնական ձևավորվում է այդ քանակը։ Հիմա մեր խնդիրը, որ մենք չունենք հավաքականներում լավ ուժեղ մասնակիցներ, գալիս է նաև թվի պակասից։ Իհարկե, մենք այն մարզաձևն է, որը քիչ մասսայականություն պետք է ունենա եւ պետք է լինի մրցակցություն։ Դե բարձ է, մարզադպրոցներից պետք է գան, պայքարեն միմյանց հետ, որպեսզի ազգային հավաքականների մարզիչներն էլ ընտրության հնարավորություն ունենան։ Որտեղ է տեղի ունենում բաց թողումը։ Ինչու չունենք այդքան երեխա։ Բաց թողումը ինչու չունենք այդքան երեխա, չի որ գիտեք, շուտ ժամանակ առաջ շատ, ես վերջի 10-15 տարին մենք ոնց նայում ենք նույն պատկերն է։ Ինչու չունենք։ Երբ ա եղել, եւ որ պայից սկսել այսպես նվազել թիվը։ Պահերը գիտեք ոնց, դա երևի շատ ահագին ժամանակ է այս վիճակում ենք։ Ու այդ բնականաբար նորից օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն են, անդրադառնանք այդ պատճառներին։ Օրինակ ժամանակին ինչի էր 90-ականների թվականներին, այն ժամանակ շատ էր։ Հասարակ մի բան նշեմ, որ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ ունեինք եւ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը մարզիկները ընդունվում էին 18 տարեկան, 17 տարեկան դպրոցից հետո ընդունում եւ տալիս էր 4 տարի տարկետում։ Այսինքն 17-ից 21 տարեկան կարող էր ինստիտուտը տարկետում էր տալիս եւ այդ մարզիկները մնում էին սպորտի մեջ։ Ակտիվ սպորտ։ Հիմա չունենք այդ հնարավորությունը։ Դե բանակի հաշվին, դե արդեն չգիտեմ ինչ պատճառներով ինչի է դա տենց եղավ, բայց ես մեկ խոչընդոտներից մեկը խանգարող հենց սա էր, որը որ ամեն մի 18 տարեկան չի կարող Եվրոպայում հնարավորություն ստանալ մինչև 17 տարեկան, 18 տարեկան 5-յակ ընդգրկվի կամ Հայաստանի չեմպիոն դառնա, ինքը կարող 20 տարեկանում նման մարզիկներ, եթե չեմ սխալվում, հենց Արտուր Ալեքսանյանը, եթե չլիներ այդ տարկետումը, ինքը կգնար բանակ, հետո չգիտեինք ինչ կլիներ, կգար շարունակեր թե ոչ։ Սա խոչընդոտներից ամենամեծն է, որը որ լուրջերից մեկն է, որ մենք ունենք մարզիկներ ու տենց էլ կա։ Մարդ կա իր հնարավորությունները մինչև 18 տարեկան չի կարող բացահայտել, 20-ից հետո է բացահայտում։
21, 22, 23, 24 տարբեր քաշային կարգեր, տարբեր մարզաձևեր, մրցաձևեր, սրանք առանձնահատկություններ ա, որ հենց սպეციფიկ մեր սպորտին վերաբերող հարց է։ Ուրիշ ինչ խնդիրներ կան, բացի զուտ բանակը։ Խնդիրները շատ են։ Օրինակ կարելի է նորից անդրադառնալ այն որտեղ որ մարզադպրոցներ օրինակ մարզադպրոցների ժամանակակից լինել, իրաց կոմունիկացիաների ճիշտ աշխատանքը, օրինակ հասարակ հիգիենայի պայմաններից սկսած մինչև մարզումային պայմաններ, դուք եղել եք շատ եք նկատել, այսինքն մտնում ես այնտեղի մարզադպրոցներ, ուզում ես պարապես բան, այստեղ մեր մոտ մի քիչ անմխիթար վիճակ կա մարզադպրոցների մեջ։ Մարզիչները, պարոն Գուրգունյան։ Մարզիչները նույն խնդիրը մարզիչների հետ կապված։ Ունենք մենք որքան մարզիչներ ունենք մոտ ձեր կարծիքով, որոնք քիչ թե շատ համապատասխանում են։ Եվ հատկապես շատ կարևոր է մարզերում, որովհետև ամբողջը կենտրոնանում է Երևանում եւ իսկ մարզաձևի զարգացման համար պետք է նաև աշխարհագրությունը շատ մեծացնել։ Այո, մարզերն են շատ կարևոր։ Օրինակ մեր մարզաձևում շատ կարևոր է, օրինակ մարզերում չկան կոնկրետ տեսակ Արարատյան դաշտավայր կա, դե օրինակ Վանաձոր, Լոռի, Տաշի, այդ գոտիներում որտեղ որ իրանք ավանդույթներ էլ ունեն, մարզիչներ կան, դե օրինակ մարզ կա, մի քիչ դժվար է զարգացնելը։ Վայոց ձորի մարզում կամ օրինակ, չգիտեմ, մնես մարզերում, որ չի եղել ընդհանրապես, մարզիչ չկա։ Իսկ կան մարզեր, որ հիմա ընդհանրապես չեն զբաղվում ազատ ոճով։ Ունի կան Հայաստանի առաջնություններում դուք իզնես լավ տեսնում եք, որ մարզերն են գալի, որտեղ են։ Ես ուզում ասեմ, այն մարզերում, որտեղ որ մենք ունենք պոտենցիալ, այդ մարզերում կարելի է ակտիվացնել, շատացնել, ավելացնել։ Գիտեք ինչ չեմ հասկանում, մենք այսպես տարի խոսում ենք, որ բանակը խանգարեց, մարզերում ավելացնենք եւ այլն, բայց երկար տարիներ է մենք սպորտային լրագրությունում ենք եւ այս խնդիրները չեն լուծվում։ Մենք անընդհատ խոսում ենք խնդիրներից եւ ուղղակի խոսում ենք։ Բայց ով է մեղավոր, չենք փորձում հասկանալ, դա ով պետք է անի, ֆեդերացիան, նախարարության հետ համատեղ, մարզադպրոցները, թե տեղական ինքնակառավարման մարմինների վերջո նաեւ ավելի ակտիվ լինեն։ Ձեր կարծիքով ինչ պետք է անել, գուցե հենց միահամուռ էլ բոլորը պետք է իրար հետ ձեռքի տված ինչ-որ փոփոխությունների փորձեն գնալ։ Այո, շատ իմ կարծիքով ես ինչքան էլ հիմա ներկայացնեմ կոնկրետ ՄԲՇ-մարտի մասին մի քիչ սուբյեկտիվ կհնչի կթվա, որ մնացած մարզաձևերին չեմ ուզում։ Չէ, դուք ձերին անդրադարձեք։ Ուրեմն ազատ ոճի ՄԲՇ-մարտը պետք է ու ցանկացած սպորտ ձև, եթե ուզում ենք զարգացնենք, այդ մանկապատանեկան մարզադպրոցները զարգացնել դպրոցում, մարզերում եւ դա լինի համատեղ կրթության հետ։ Ինքը դպրոցների հետ ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով այսօր մեր տարածաշրջանի, մեր ազգի, օրինակ մեր հիմնական հենակետային մարզաձևերը ՄԲՇ-մարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, մարմնամարզություն, որտեղ որ կարողանում ենք, էլի։ Պայքարը։ Հա, հենց այդ մարզաձևերն են, որ մենք կարող ենք ապահովել բարձր մարզական արդյունքներ, ավելի բարձրակարգ մարզիկներ տանք, թող զբաղվեն բոլոր սպորտաձևերով, մեկը սիրում է, չգիտեմ, գոլֆ խաղա, թող գնա խաղա, կամ թենիս խաղա, բայց մենք այսօր այդ մարզաձևերում չենք կարող թե ֆիզիկապես մեր ազգային ֆիզիկական, հոգեբանական հատկություններով, թե նյութական առումով մենք ավելի շատ պետք է ներգրավենք մեծ մասսաները, որ սպորտը պետք է նախ ունենա մի նպատակ, որ ներգրավենք այդ մատաղ սերունդին եւ երիտասարդ պատանե սերունդին, որ իրանք մնան սպորտի մեջ, որ իրանք կոփվեն, իրանք լինեն ֆիզիկապես առողջ։ Առաջի հերթին նպատակը սա պետք է լինի։ Ու այդ ֆիզիկապես արդեն առողջ սերնդից հեշտ կլինի մարզադպրոցներում, արդեն պրոֆեսիոնալ մասնագետները, մարզիչները իրանք ընտրեն
ուղղվածություն տան, մեկին տան բռնցքան մարդ, մեկը կասի գնայի, կասի չէ դու գնա բշամար, դու գնա կամ մարմնամարզություն։ Ինչ անենք, որ սա ունենանք։ Այսինքն լավ ծրագիր եք դուք առաջ քաշում։ Լավ ծրագիր, նախ ցանկությունն է պետք ուներ, չգիտեմ, ասում ես հիմա շատ լավ է ստեղծել այս հարթակը, ինչ-որ կասեք։ Հա, կլսեն, կդիտեն, ինչ-որ ականջարուր կլինեն ինչ-որ մեկը, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրանք սպորտը որտեղ է զարգանում, դպրոցներում եւ համալսարաններում։ Իրանք բասկետբոլ խաղալ, հենց ըմբշամարտը Ամերիկայում դպրոցական ծրագրի, կրթական ծրագրի մաս կա, այսինքն սպորտը եւ կրթությունը ոչ միայն անունով միացնենք, այլ բովանդակությամբ, ոչ թե ձևով միացրել, նախարարություն միացրել ենք, չէ, իրար շատ լավ, բայց դա լինի ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ։ Եվ նպատակին ծառայի։ Եվ նպատակին ծառայի։ Օրինակ ոնց են ընդ Ամերիկայում դպրոցներին մոտ է մարզադպրոցները։ Ինքը չի գնում մեջ է, իրանց մեջ է, այսինքն մենք կրթական այդ համակարգը դպրոցի պատանեկան համակարգ եւ սպորտի մարմնակրթությունը պետք է համատեղենք իրար հետ, որ դժվարություն չլինի գնալ, գալ, մի քիչ հեշտացնենք այդ կրթություն եւ սպորտ բովանդակային միացում է պետք։ Մեզ մոտ դա ոչ թե չկա, այլ առհասարակ բացակայում է։ Իմ կարծիքով այդպես է։ Ինչ որ մարզաձևեր կային, որ կարծեմ ասեցին, որ բասկետբոլը եւ այլն ինչ որ միացնում են դպրոցական ծրագրի հետ զուգահեռ նման որոշ բաներ արել են։ Դուք շատ ճիշտ բան ասացիք, պարոն Գուրգենյան, մեզ մոտ իրոք այդ ձևն ու բովանդակությունը չեն բռնում իրար։ Մենք շատ լավ խոսում ենք եւ այդ խոսքերի տակ ոչ մի գործողություն տեղի չի ունենում։ Ու շատ կարևոր է ձեր հետ ասած ֆիզիկապես ամուր սերունդ ունենալու խնդիրը, որովհետեւ մենք սպորտից շատ ենք հեռացել, եթե մասսայական սպորտի մասին է խոսքը, երևի շատ քչերն են, որ կտեսնես դրսում վազելիս կամ հեծանի վարելիս, ինչը եւս շատ կարևոր է ազգին է ֆիզիկական ամրության համար։ Հա, շատ կարևոր։ Դրա համար պետքա, ասենք, այդ տարիքի երեխաները պատան իրանք չեն հասկանում, իրանք ինչ հեշտ է, ոնց լավ է, զբաղվում են, վազում են այս կողմ, բայց իրանց պետք է այդ համակարգի պետական մակարդակով պետք է սա համակարգվի, որ սերունդը մեծանա եւ ֆիզիկապես եւ մտավոր առումով զարգացած։ Իմ կարծիքով այսօր մեր պետությանը պետք է այդպես արագ ինչ-որ բաներ, մեդալ բերեցին, ազատ ոճայինները 3 մեդալ բերեցին, ուռա, ծափ ու վերջ։ Մոռանում ենք, թե ինչպես ապահովենք, որ այս մի սերունդից հետո մյուսը գա։ Համակարգային մոտեցում եւ լուծումներ են պետք ու նաեւ մտահոգություն, որ ոչ թե իսկապես հաշվենք մեդալներ, ի վերջո լինելու են միշտ մարզիկներ, որոնք նվաճելու են, բայց կարեւոր է թե որքան մարզիկներ են զբաղվում, որքան առողջ է ազգը, սերունդը, դա եւս շատ առաջնային պայման է։ Հետո ի վերջո բոլորը չէ, որ մասնակցում են եւ մեդալ են բերում, բայց կարեւոր է, որ հանդես են գալիս եւ ամեն մեկը իր համար է որոշակի հաջողություններ գրանցում։ Այո, շատ չի, ոչ թե եւս, այլ հենց ստեղից պետքա բխի այդ ամեն ինչը։ Իսկ մեր մոտ ոնց ճիշտ նշեցիք, ասենք մեդալներով ամեն ինչ կոծկվում է, ամեն ինչ փակվում է, այդ ոգևորությունը ամեն ինչ ծածկում է։ Հատ ոսկե մեդալով ոգևորվում ենք եւ անցնում ենք առաջ։ Մի քանի տարի առաջ նորից այդպես ոգևորություն եղավ, հենց կոնկրետ մեր մարզաձևի մեջ չեմպիոններից հետո այնտեղ ոգևոր այդ ինձ մի քիչ դուրս չեկավ, որ միշտ նշում են, էլի, տեսեք ինչ, բայց այդքան էլ դրականի չի տանում։ Ոգևորությունը մի փոքր կուրացնում է։ Գիտեք ինչի, որովհետև հասարակությունը մեծ մասը մարդկանց հետևում է Եվրոպայի առաջնություններին կամ աշխարհի այդ արդյունքները տեսնում է, բայց շատ քչերն են լինում Հայաստանի առաջնություններում կամ գնում են մարզադպրոցներ եւ տեղյակ են թե այնտեղ ինչ իրավիճակ է եւ թե այդ տղաները ինչպիսի պայմաններից են դառնում չեմպիոններ եւ մեր խնդիրը հենց նաեւ մարդկանց դա հասանելի ու տեսանելի դարձնելն է։ Դե հա, մարդիկ չեն տեսնում, համաձայն են, բայց պատկան մարմինները հո պետք է գան տեսնել։ Դե բայց իրենց հետևություններ անեն։
դա միանշանակ դրա մասին չի խոսքը, իրենք արդյունքի հետևից են գնում, բայց պարոն Կուլղինյանի ասած տարբերակում մենք պետք է ձգտենք, որպեսզի ընդհանուր աշխատենք եւ իսկապես զարգացած լինենք, ոչ թե ուղղակի ցույց տալու համար, այլ իրականությունը համապատասխանի մեր պատկերացումներին։ Մեդալները պետք է լինեն հետևանք ու հետևանք այն նրա, որ մենք ունենանք, նորից եմ ասում, մարզօջախներ, որ ազգին ֆիզիկապես կրթի։ Այսօր մենք շատ ենք խոսում նրա մասին, որ սերունդը չի զբաղվում սպորտով, չգիտեմ, զբաղվում են այլ բաներով։ Մեզ դրա համար պետք է պայմաններ լինի, որտեղ այսօր տեսնում ենք ազգը ինձ չի որ չեն գնում մարզասրահներ, գնում են ֆիթնես ակումբներ են գնում, ստեղ են գնում, բայց այդ ամեն ինչը պետքա համակարգված լինի, որ պատանիները, մանկապատանեկան այդ սերունդը պետքա ներգրավենք այս սպորտային համայնքի մեջ, մարմնակրթական, առողջ մեծանան, վերջիվերջո մեզ առողջ սերունդ պետք է։ Դուք որպես մարդ, ով եւ բարձրաձայնում է այդ մասին եւ մտահոգված է եւ ունի գիտելիքներ, ոնց կարելի օգտակար լինել, ինչից սկսենք ի վերջո, պետքա չէ, ինչ որ հիմքը դնենք ու փոքր թեկուզ քայլերով գնանք իրականացման ուղով։ Ինչ պատահի, ինչից պատահի պետքա սկսենք, ոչ թե նստենք մտածենք, թե ինչից սկսենք, այդ հենց էդ էլ է, ինչից սկսենք, գնում ենք խոսում ենք, էդ էլ է, էլի ասում իշքան քիչ խոսանք, այդքան շատ կանենք գործ։ Ինչ տեսնում ենք մեր ճանապարհին մեզ խանգարող բան կա, վերացնենք եւ կամացից սկսվի։ Հենց սկիզբը ինչ ենք տեսնում, էդ էլ սկսենք, դրանից էլ սկսենք, ես ինչ եմ տեսնում, դուք ինչ եք տեսնում, մնացածը ինչա տեսնում։ Նորից առաջինը հենց հետևել ֆիզկուլտուրա, հետևել կրթություն այդ մարզիչների վերապատրաստման որակներից, կրթական այդ կոմունիկացիոն սիստեմից, թող մտնեն նայեն, տեսնեն, ինչ վիճակ է, ինչ շտկենք։ Օրինակ այդ տարգետումների հարցը ինստիտուտներին միգուցե տան, չգիտեմ, որովհետև շատ քիչ մարզիկներ են մնում սպորտի մեջ։ Ես այդ թիվը օրինակ Հայաստանի ամբողջ Հայաստանի առաջնությունում հեսա, այնտեղ պատանիների ժամանակ ունենք 200 մասնակից, 250 պատանիներից երիտասարդներ, արդեն դառնում է 70 մասնակից։ Կտրուկ նվազում է, տարբեր պատճառներով, որը նաև բանակի այսինքն այդ պատանիներից ամեն քաշային կարգում 10 հոգի հետ 2-3 տարվա մեջ լավ 30-40 հոգի ինչ որ Եվրոպայում 5 տեղ զբաղեցնեն, մնացածը արդեն գնում են բանակ եւ սպորտը տեղից տոժում է։ Պարոն Կուլղինյան, վստահ եմ, որ այս հարցերը բարձրաձայնել եք նախարարությունում, ինչ պատասխան են տալիս։ Ճիշտն ասած, չգիտեմ, մենք այնքան սուղ է ժամանակ, ամեն մի հարցերի հետևից չենք կարող գնանք, որովհետև գիտեք, տարվա ամբողջ կտրվածքը հավաքների մեջ, մենք հավաքներին պրոբլեմներ ունենք, բյուջեի հետ կապված, սրա հետ կապված։ Հիմա նվազել է։ Նորից բարձր արդյունքների գալ հասնելու համար, ինչ ունենք, այդքանով բավարարվում ենք, բայց ավելի շատ լինելու դեպքում արդյունքը ավելի շատ կլինի։ Այսինքն ասում եմ ինչ ցանես, այն էլ կհնձես, էլ։ Նաև դրա պատճառով է, որ օրինակ ավելի քիչ միջազգային մրցումներ են վերջին տարիներին, չէ՞, երևի տարիներ կլինի, որ նկատելի քչացել են այն դրսի եւ հավաքները եւ մրցումները, որոնք մասնակցում։ Չգիտեք ոնց վերջի տարիներին, որ անկեղծ խոսենք, նստենք պետական ֆինանսավորումը ընդհանրապես ավելացել է վերջի տարիներին, բայց մինչև այդ ֆինանսավորումը լինում էր նաև ինչ-որ հովանավորների հաշվին, բայց նախ պայմաններն է մի քիչ փոխվել, ամեն ինչ թանկացել է այդ ինքնաթիռի տոմսեր, ճանապարհածախսեր եւ ներքին գներն են բավական բարձրացել։
մի փոքր ստեղ ես նորից եմ ասում, նախ պետք է այդ մարզիկներին քանակ ունենանք, որ մենք կարողանանք մրցաշարերը տանել, անցկացնել, անել, այդ որակական մարզերով լինում են միջոցառումներ, որ մենք 5-6 հոգի կան, որ ասենք բարձր մակարդակի մարզիկներ են, մնացածին չէ կարող տանել այնտեղ, որ այդ թույլ են էլի, թույլ են։ Դրա համար Եվրոպան էլ, հա, ոչ բոլոր դրա համար ոչ բոլոր քաշերին կարգերում ենք մասնակցում, բայց սա ամեն ինչի խնդիրը հենց սա է, որ գալիս է 18 տարեկանների հետ բանակից, հետո էլ ոչ մեկ չի մարզվում։ Այնտեղ էլ չասեմ նյութական ինչ-որ պրոբլեմներ կա, խնդիրներ կա մարզիկների, ոչ միայն մարզիկների, մարզիչների, ինչի՞ չէ, մարզիչների։ Որովհետև մարզիչներն էլ են դժգոհում աշխատավարձերից։ Օրինակ մարզիչը 120,000 դրամ, ինչքան է, չգիտեմ, մարզչի աշխատանքը քիչ դժվար է։ Խնդիրները շատ են, էլի փաստորեն։ Խնդիրները շատ են ու սա ես կարծում եմ այն խնդիրն է, որ շատ կենսական նշանակություն ունի մեր ազգի, ազգաբնակության սերունդի նորից ֆիզիկական եւ ընդհանրապես ոչ կրթական դաստիարակման մեջ, այստեղ չեմ կարծում, որ խնայողությունը արդարացված է։ Ի վերջո մեզ սպորտ պետք է, թե չէ, պետք է հասկանալ առողջ սերունդ պետք է, թե չէ։ Եվ դրանով առաջնորդվելով կայացնել որոշում։ Բայց որքան էլ դժվար է եւ խնդիրները շատ են, դուք որպես հավաքականի մարզիչ ո՞նց եք այդ ելքերը գտնում, ո՞նց եք լուծումները տեսնում եւ ինչքան մարզիկներ ունեք ձեր տրամադրության տակ, որոնք այսպես քիչ թե շատ ձեր ասած համապատասխանում են այդ մրցունակությանը։ Դե այսօրվա դրությամբ ինչ ունենք, դուք տեսնում եք ով կան կոնկրետ մեր մոտ 3 Արսենը, Վազգենը, Արմանը վերջի տարիներին ընդգծված առաջատարներ են, թե թիմում, թե միջազգային մրցաշարերում։ Ես նորից եմ ասում, գտնում եմ, որ քիչ չի սա մեր համար։ Մեր ունեցած, մեր նշած թերություններից, ռեսուրսներից ելնելով, սա մեր համար չասեմ 100%, բայց քերազանց արդյունք է իմ գնահատին, միգուցե ես մի քիչ սուբյեկտիվ եմ նայում, բայց այսօր որ տեսնում ես, թե ինչ ունենք եւ միջազգային օրինակ Եվրոպայի առաջնության ովքեր մեդալներ նվաճեցին, ինչ երկրներ մեդալներ նվաճեցին, մենք օրինակ Թուրքիայից մեր մարզաձևում, եթե չեմ սխալվում, իրանցից շատ ենք մեդալ նվաճել։ Ու այսօրվա դրությամբ Եվրոպայի առաջնության եթե մեդալները հաշվում ենք, ընդհանուր առմամբ մեդալներ նվաճել են Կովկասի, Բշամարտի դպրոցը, Վրաստանի, մենք, Ադրբեջան, սա է։ Այսինքն մնացած մարզիկները, ովքեր որ տեսնում եք Հունաստանի չեմպիոն եղան, Ալբանիա, իրանք են նույն հյուսիսային Կովկասի, նայում ես Օս, վրացի, հայ, Դաղստանցի, ադրբեջանցի, էլի Ադրբեջանի մարզիկների 50%-ը դրսից են, լեգիոներներ են Դաղստանից կամ Օսեթիայից։ Նայում եք այդ մրցանակային այդ տեղերը, մենք էլի բավականին մեծ ամբողջ Եվրոպայում։ Մեր մարզաձևում թուրքերը իմ կարծիքով 1 թե 2 մեդալ են նվաճել։ Պարոն Գուրգենյան, եթե ամփոփենք մեր զրույցը, այն շատ խնդրահարույց եղավ եւ հուսանք գոնե մյուս անգամ ավելի դրական միտումներով կհանդիպենք, կխոսանք։ Հիմա նոր օլիմպիական մրցափուլին ենք պատրաստվում։ Ինչ նորանուններ մենք կտեսնենք, ինչ փորձարկումներ կանեք դուք որպես մարզիչ, որպեսզի արդեն 3 տարի անց մենք օլիմպիական խաղերում ելի ունենանք ազատ ոճում ներկայացուցիչներ ու աստվածտա մեդալներ։
Նորանուններ այս պահին իրականում շատ դժվար է։ Շատ դժվար է մեր մոտ։ Չսպասենք ոստեր։ Չէ, չգիտեմ, սպասենք։ Սպասել շատ պետք է շատ աշխատել, շատ սովորել եւ քիչ սպասել։ Ինչ կլինի, չգիտեմ։ Բայց այս ներկա մեր 3 մարզիկներն էլ իրանք գտնվում են, ես համարում եմ, որ այս օլիմպիական ցիկլում գտնվում են իրանց մարզական գագաթնակետին։ Մնում է, որ իսկապես արդարացնեն ու վերջապես ունենանք եւ աշխարհի ոսկի եւ օլիմպիական խաղերից մեդալ։ Որտեւ իսկապես դուք ձեր մարզչական թիմը կարողացել եք ստեղծել լավ կոլեկտիվ, միանգամից զգացվում է ձեր համերաշխությունը, թիմում է արկա լավ մթնոլորտը, Եվրոպայից ունենք մեդալներ, աշխարհից եւ Աստված տա իսկապես Հասմիկի ասած օլիմպիական խաղերից էլ մեդալներ ունենանք։ Շնորհակալ ենք շատ ձեզ։ Շատ հետաքրքիր եւ բովանդակալի ծերմշամարտից սկսեցինք մինչեւ առողջ ապրելակերպ եւ առողջ սերունդ հասանք եւ կրթություն։ Այո, ամենակարևոր շատ լավ տարբերակ առաջարկեցիք, հուսանք մեր այս զրույցը ինչ որ մի առումով դրական ազդեցություն կունենա։ Եվ շնորհակալ եմ հրավերի համար։ Դե այսօր այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական կայքերում եւ մնացեք մեզ հետ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ առայժմ